Հարմարվել ենք մի քիչ։ Այն ժամանակ էլ մի պա, դաժե Հայկ Մարությանի ժամանակ մեզ իջացրեցին ստեղ, բայց հիմա իհարկե քաղաքապետն էլ է տեղյակ թաղապետն, իսկ այն ժամանակ գաղտնի էին անում։ Ուղղակի ստե մի քիչ սկվազնյակ է, հարմարվել ենք, մարդիկ չեն իջնում, մեծահասակներն էլ խնդրում ենք, ասում ենք, ասեք կբարձրացնենք վերև։ Դե որ հիմա գոնե սենց է պայմանները, էլի շնորհակալ ենք, որ գոնե գոյատևենք, ինչ անենք։ Իսկ այսինքն ակտիվություն չկա։ Ակտիվություն ընդհանուր Երևանի մասշտաբով չկա, բոլորը բողոքում են, որտեղ ժողովուրդը մի քիչ վատ վիճակի մեջ է, քարտային սիստեմա, մեր մոտ էլ քարտայինը տենց չի։ Իսկ գների մասով փոփոխությունը շատ է։ Գների մասով փոփոխությունը այդքան շատ չկա, որ մարդիկ գալիս են, ասենք, այս ապրանքը բերել ենք 1500-ով, տալիս ենք 1300-ով, 200 դրամ էլ պակաս, որ գոնե առնեն, չունեն ինչ կարանք ասենք։ Որ ապրանքներն են ավելի շատ այդպես թանկացել։ Դե հիմա ընդհանուր առմամբ ամեն ինչը կարելի է ասել։ Մենք ամեն ինչն է թանկացել, դե սնունդը արդեն մենք գիտենք ընդեղ ինչ գներ է, մեկ ակցիաներ անում, էտա ուրիշ։ Էլի գոհ ենք, երևի հիմա դաժե այսքան տուրիստներ բան կան, ասում է Երևան էտը չուջես։ Իրանք շատ գոհ են, որտեվ իրանց մոտ չեն տեսել, որ 100 դրամը չվերցնեն, ասես տարեք, կամ որ մի բան վերցնեն, մի հատ էլ նվեր տանք։ Դե երևի սենց կան, շատ այլ ազգեր կան, որ գալիս են ու շատ գոհ գնում են, ասում է արդեն երկրորդ անգամ եկել ենք, որ նոր տարին անենք Հայաստանում։ Էլի գոհ ենք, էսի գոհ ենք համել թաղապետից, որ այսքանը գոնե կազմակերպման, մենակ մի քիչ այս հարմարությունը լավ չի։ Այսինքն ցուրտ է, հա։ Ընդեղից փչում է, այստեղ լույսը կանոնավոր չի, խնդրել են, որ գան, հեսա աշկերից է եղի։ Թե չէ անձրևների ժամանակ պաշտպանված ենք, տենց ուժեղ հələ չի եկել, որ ստեղ լցվում էր, այն ժամանակ, որ ստեղ բուտիկներ, խանութներ կար, շուկան վերանորոգում էին, ես ստեղ էի այդ բուտիկում։ Մի անգամ լցվեց, նասոսներ կար, այդ նասոսներով քաշեցին ջուրը, դե որ հիմա լցվի, չգիտեմ ինչ կլինի։ Համեմատ էժան ենք վաճառում էտի, բոլորն է գիտեն։ Ակտիվությունը ոնց է կհալու։ Ակտիվությունը էսա, տեսնի։ Դե տենց չէ, բայց էլի այն ցամաքացի փող, բայց սենց որ գնա դժվար է էլի։ Մարդկա չի իջնում ոտնացավում, գիտի որ էժան ենք վաճառում, բայց ոչ մի բան չենք կարող ասենք մարդուն, իր իրավունքներն է։ Իսկ գնային տարբերությունը շատ մեծ է, այս նախատոնական շրջանում։ Համարյա չէ։ Խանութների համեմատումը մի քիչ կանանչեղեն է բանը, դե համեմատ սուպերմարկետներին մենք էժան ենք վաճառում։ Բայց մենք հարկ չենք տալի, որ հարկ տանք երևի մենք էլ այդ ձևի կանենք, մեզ ընդառաջել ենք։ Որ ապրանքներն են ավելի շատ գնայինով թանկացել է շրջանում։ Դե մրգերը կանանչեղենը բանջարը, սաղ էլ թանկացել է։ Հիմա ջերմոցային է, գազը որ թանկացել է, ինքնըստինքյան ջերմոցները գազը միացնում են, որ ապրանքը չսարսակալվի, չփչանա։ Դրա համար էդի թանկություն է բերում։ Բայց ոչ մի այդտեղ կանանչին 150 դրամ համեմա ամառվա գինը։ 100 էլ ենք տալի, որ չեն ունենում, էլ ինչ ասեմ։